Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացած Armenian Music Video Awards մրցանակաբաշխությանը մասնակցել է նաև երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, ով ստացել է հատուկ մրցանակ։ Երգչուհին նախ շնորհակալություն է հայտնել այս մրցանակի համար, իր երկրպագուներից, ինչպես նաև Աստծուց, այս գնահատանքի համար։ Լիլիթ Հովհաննիսյանն իր խոսքում անդրադարձել է նաև մի հետաքրքիր փաստի, այն բանին, որ ինքը մրցանակաբաշխությանը մասնակցելու հրավերը ստացել է հենց այն մարդուց, ով տարիներ շարունակ իր հաղորդումների ընթացքում քննադատել ու ինչու ոչ նաև վարկաբեկել է իր գործունեությունն ու իրեն։ Երգչուհին նշել է, որ խոսքն ամենևին էլ դրա մասին չէ, այլ այն բանի, որ մարդիկ, ովքեր հիմա դիտում են իրեն, հավատան իրենց երազանքներին, անեն իրենց գործն առանց որևէ մեկին վնասելու, այդ դեպքում նրանք այսպիսի հաջողություններ կկարողանան գրանցել։ Իհարկե խոսքը Արա Ղազարյանի մասին է, ով նախորդ տարի խոսել էր այն մասին, որ Armenian Music Video Awards 2024-ի նախապատրաստական աշխատանքների ժամանակ հրավեր է ուղարկվել նաև երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին, սակայն նա իր պայմաններ է առաջ քաշել, պայմանագիր է ուղարկել, որում նաև ֆինանսական կողմի մասին է նշվել։ Ամեն դեպքում մենք ուրախ ենք, որ այս խոսակցություններն արդեն անցյալում են։ Լիլիթ Հովհաննիսյանի խոսքն առաջարկում ենք լսել հենց այս տեսանյութում։ Կփորձեմ կարճ լինել։ Ես այսօր այստեղ եմ մի մարդու հրավերով, ով տարիներ շարունակ իր հաղորդումների ընթացքում փորձել է վարկաբեկել ինձ, բայց ես վրեժխնդիր լինելու համար չեմ այստեղ։ Ես եկել եմ իմ օրինակով, իմ երկրպագուներին, իմ հանդիսատեսին ցույց տալու, որ երբեք չընկճվել ու չփակվեն անհիմն քննադատություններից, որովհետև եթե դու քո աշխատանքը անում ես առանց որևէ մեկին վնասելու, եթե քո նպատակները ուղղակի բարի են, անպայման գալու է մի գեղեցիկ օր և ձեզ պատաբանողը արժանացնելու է ձեզ հրաշալի գնահատականի, իմ դեպքում հատուկ մրցանակի։ Շնորհակալ եմ, ինչ է։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ամեն դեպքում մրցանակի համար, ուզում եմ իմ հանդիսատեսին շնորհակալություններս հայտնել, որ չնայած այս ամեն ինչին, մշտապես իմ կողքին եք։ Եվ վերջին շնորհակալությունը ուզում եմ ասել Տիրոջը իր բարեհաճության համար, որովհետև ով ինչ ուզում է խոսի, մեկ է վերջին խոսքը իրենն է։ Շնորհակալ եմ։ Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի համացանցի օգտատերերից շատերը սակայն զարմանում էին, երբ շքեղ երեկոյին բացակայել են մի շարք արտիստներ, ովքեր բեմ են բարձրանում ոչ միայն երգելու, այլ նաև մի քանի րոպե հանդիսատեսին հնարավորություն տալիս վայելելու իրենց մատուցած շքեղ շոուն։ Արա Ղազարյանը, ով համերգի կազմակերպիչներից մեկն էր, անդրադարձավ թեմային ու փորձեց մանրակրկիտ նշել, թե որ հայտնին ինչու չի մասնակցել իրենց կազմակերպած մրցանակաբաշխությանը։ Արան խոսեց երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի մասին, նշելով, որ երգչուհուն իրենք հրավիրել են, մեծ ցանկություն կլիներ, որ նա ևս մասնակցեր, սակայն համաձայնության չեն եկել երկու կողմերը։ Լիլիթ Հովհաննիսյանին նրա ամուսնուն շատ սիրում ու գնահատում եմ, սակայն մենք որևէ մեկին չէինք վճարել, որպեսզի գա եւ մասնակցի մեր մրցանակաբաշխությանը, եւ աշխարհում նման պրակտիկա չկա։ Ակադեմիան չի վճարում Լեոնարդո Դիկապրիոյին, որ գնա մասնակցի Օսկարին, կամ չեն վճարում Փինկին, որ գնա Գրեմիին մասնակցի։ Նրանք պահանջել են մեզանից գումար։ Մենք ասել ենք շնորհակալություն, ցտեսություն։ Սա մրցանակաբաշխություն է, որն առանձին արտիստի մասին չէ, նշել էր Արա Ղազարյանն իր ինստագրամյան էջի սթորիզ բաժնում։ Star News-ին հասած տեղեկությունների համաձայն Վահրամ Պետրոսյանն իր նեղ շրջանակներում ասել է, որ կա նման բան։ Իրենք առաջարկել են ռայդեր, փաստաթուղթ, որը երգչուհին ուղարկում է պատվիրատուին կապված իր ելույթի եւ ներկայանալու պահանջների հետ, որտեղ կա նաեւ ֆինանսական կետ, իսկ նշված գումարը ելույթի պատրաստման համար է։ Իրենք իրենց սեփական նախաձեռնությունների մեջ ևս տասնյակ հազարավոր դոլարներ են ներդնում, որպեսզի երգչուհին իր հանդիսատեսին ներկայանա հնարավորության սահմանում հետաքրքիր, նորովի եւ չկրկնվող համարներով, որոնց մեջ ներառվում են պարային խմբեր, պարողների հագուստներ, ռեկվիզիտներ, դեկոր, հատուկ էֆեկտներ եւ
այլն։ Երգչուհու ամուսինն ասել է, որ իրենց ներկայացրած պահանջը մրցանակաբաշխությունների դեպքում միգուցե անիրատեսական է, բայց քանի որ Լիլիթը լրջորեն է մոտենում իր յուրաքանչյուր ելույթին, հարգանքով եւ մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր հանդիսատեսին, ապա բեմ բարձրանալուց պետք է բարձրանա բացառապես որակով շոու ներկայացնելու դեպքում։ Թերևս սա է պատճառը, որ երգչուհուն հաճախ չենք տեսնի այս կամ այն երաժշտական միջոցառումների ժամանակ։ Իսկ այժմ Star News-ը ձեզ է ներկայացնում նաև Արա Ղազարյանի խոսքը առանց մեկնաբանության։ Գրագետ հարցերից մեկը, կան երգիչներ, որ կուզեիք մասնակցեն, սակայն չմասնակցեցին, իհարկե կան, կարող եմ անգամ թվարկել, Իրեն Կարնացը, Ռոլանդ Գասպարյան, շատ ուզում էինք եւ պետք է մասնակցեր, վերջին պահին հրավերք ուներ Երևան, գնաց Երևան եւ ցավոք չստացվեց։ Գոր Սուջյան, հենց ամենասկզբից պլանավորված էր նրա մասնակցությունը, որովհետեւ շատ սիրում եմ իրեն, սակայն Լատինական Ամերիկայում արդեն ուներ վաճառած համերգ, կարծեմ Արգենտինա, Բրազիլիա եւ այս օրերին նա գտնվում է հենց Լատինական Ամերիկայում։ Aram MP3 նույն պատմությունը ինքներ էր շատ ուզում, մենք էլ էինք շատ ուզում, սակայն Դուբայում կարծեմ ուներ պլանավորած համերգ։ Սիլվա Հակոբյան հանդիպել ենք, նախնական համաձայնություն կար, հետո չստացվեց, մենք շատ ուզում էինք, բայց ցավոք սրտի ինքը չեկավ։ Տաթև Ասատրյան նույն պատմությունը ուներ պլանավորած համերգ, սակայն չստացվեց, փոխել ու ցավոք չեկավ։ Քանի որ անկեղծ եմ, մինչև վերջ լինեմ անկեղծ։ Այո, եղել են նաև արտիստներ, ում առաջարկել ենք մասնակցել, սակայն ինչ-ինչ պահանջներ են արդարացի իրենց համար ներկայացրել, որը մենք վիճակի չենք եղել բավարարել ու նրանք չեն մասնակցել։ Ջո ռայդեր են ներկայացրել, ասել մենք պետք է բիզնես կլաս։ Մենք ասել ենք ներողություն, շնորհակալություն, շատ հարգում ենք ձեզ, բայց մենք բիզնես կլաս չենք կարող դրա համար ապահովել։ Կամ ասենք ունենք արտիստ, երևի մի 10 անգամ հանդիպեցի Լիլիթ Հովհաննիսյանի անունը, շատ սիրում եմ ու գնահատում նրա ամուսնուն Վարան Պետրոսյանին, սակայն մենք որևէ մեկին չենք վճարել մրցանակաբաշխությանը մասնակցելու համար եւ աշխարհում նման պրակտիկա չկա։ Ակադեմիան, կինոակադեմիան չի վճարում Դիկապրիոյին, որ նա գնա Օսկարի մասնակցի, կամ չեն վճարում Փինքին, որ գնա Գրեմին մասնակցի։ Պահանջել են մեզնից գումար, մենք ասել ենք ստեսություն, շնորհակալություն, շատ հարգում ենք ձեզ, սակայն մրցանակաբաշխությունը առանձին արտիստի մասին չի։ Ժորդ, նաև մի շատ կարևոր պահ պետք է հասկանաք, մենք փորձել ենք ու մեզ դա հաջողվել է անել համահայկական միջոցառում, որը համայնքային չի։ Դուք այստեղ ապրում եք ու սովորեք համայնքային միջոցառումների։ Մենք միշտ արել ենք միջոցառումներ, որոնք հաճույքով ցուցադրել են հայաստանյան կենտրոնական հեռուստաընկերությունները, ՀՄԵԿ, Արմենիա, եւ այդ միջոցառումը ռեյտինգ ա բերել այդ ալիքներին։ Հիմա նույն բանն ենք մենք փորձում անել, սակայն ձեզանից շատերը մտածում են համայնքային, սա ակումբային միջոցառում չէր։ Եվ մրցանակաբաշխությունը չի կարող լինել ռեզինից։ Ինքը չի կարող ձգվել, եւ ես չի կարող ասել տոմս եք առնում, հետը պալատկա ենք տալիս, գալու եք 2 օր գիշերեք Դոլբիում, որովհետեւ բոլոր արտիստները պետք է երգեն։ Նման բան չի լինում։ Ամերիկյան, ռուսական, եվրոպական որևէ մրցանակաբաշխության ժամանակ բոլոր արտիստները ներկա չեն գտնվում։ Ի վերջո, մերոնք պետք է նաև սովորեն իրենց գոլեգայի հաջողությունով ուրախանալ։ Հրավիրված չեք եղել, հրավիրված են եղել եւ ներկայացված են եղել մրցանակի ձեր ընկերները։ Ասենք առնեիք տոմս եւ գայիք ու ոտքի վրա կանգնեիք ու ծափահարեիք ձեր ընկերոջը, ով պետք է երգի կամ մրցանակ ստանա։ Այդ մշակույթը ձեզանում բացակայում է, դա է վատը, դրանից պետք է սկսենք։ Ու նաև պետք է քննադատաբար կարողանան որոշ մարդիկ մոտենալ իրենց եւ իրենց արվեստին ու մտածել, երբ հայլու մոտ մենակ են լինում, մտածել իսկ ինչ են արել իրենք հաշվետու ժամանակաշրջանում, որով կարող են մասնակցել նման մասշտաբային միջոցառման, ասենք Ռոզալինի կողքին, ով ամբողջ աշխարհը ցնցեց իր երգարվեստով, Սիրուշոյի կողքին, ով անընդհատ նոր պրոդուկտ է տալիս, Իվետա Մուկուչյանի կողքին եւ այլն։ Այս հարցին, որ ունենաք պատասխան, օբյեկտիվ, ամեն ինչ տեղը կընկնի։